Պատրաստված չեմ։ Ես մեր թատրոնում սիրահարված էի մեր դերասաններից մեկի ավետը։ Դուրը շղկացնել, դուք ինձ չեք հասկանում, դուք ինձ երբեք էլ չեք սիրել։ Լիլի ջան, դե դու փոքր ես, գնա, մենք խաղանք։ Հրանտը նստած էր Լուիզան է սուրճերի համար պատրաստում, ոնց որ թե չեն բաժանվել։ Չեն բաժանվել։ Երբ հայրիկը պայքարում էր կյանքի համար, առողջական լուրջ խնդիր ուներ, երբեք հուսահատություն կամ ինչ-որ սենց կոտրվել չի եղել։ Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում։ Ողջույն առանց ֆիլտրերի, այսօր զրուցելու ենք դերասանուհի Զմեյասի Լուիզա Թոխատյանի հետ։ Ես դեմ չեմ։ Ողջույն առանց ֆիլտրերի, այսօր զրուցելու ենք դերասանուհի Լիլիթ Թոխատյանի հետ։ Լիլիթ, ողջույն։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտար ու եկար մեզ հյուր։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք ինձ, որովհետև ես նաև դիտում եմ իրականում, շատ եմ սիրում ձեր հյուրերին։ Շնորհակալ եմ։ Մինչ զրույցին անցնելը իմ արտաքին տեսքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Կարնելիթ գեղեցկության սրահին։ Լիլիթ, ուզում եմ քեզ շնորհավորել, վերջերս իրականացավ քո մանկության երազանքը ու դու վերջապես խաղացիր կառավարական համերգ ներկայացման մեջ, որտեղ տարիներ առաջ խաղացել են հայրիկդ, մայրիկդ Հրանտ Թոխատյանը եւ Լուիզա Ներսիսյանը, ու դու ամեն անգամ նայելով նրանց երազել ես, թե երբ ես վերջապես խաղալու, փայլուն խաղեր, պիտի ասեմ, ես ներկա եմ եղել եւ շատ հուզիչ էր, երբ վերջում հայրիկը մոտեցավ, ծաղիկներ նվիրեց, ինչ որ բան շշնջաց ականջիդ ու դու հուզվեցիր։ Շնորհավորեց, բայց թեկուզ հենց միայն այդ պահը, որ ինքը եկել էր իմ պրեմիերային, նույնիսկ եթե ծաղիկներ չբերեր, ես միևնույնն է հուզվելու էի շատ ու արդեն հուզված էի խաղում ես։ Ինչ էիր զգում այդ պահին, մի քիչ կպատմես էմոցիաներիդ մասին։ Դե նախ արդեն իրենով ներկայացումը, որ իմ պրեմիերաներու հենց այս ներկայացումով, արդեն սենց շատ լարված էի, շատ էմոցիոնալ, բոլոր հնարավոր էմոցիաները այդ մեկ շաբաթվա ընթացքում ես զգացել եմ։ Իսկ երբ ծնողներդ են գալիս, նախ յուրաքանչյուր ծնող երբ գնում էր երեխա ինչ-որ առաջնախաղին կամ ինչ-որ մրցումների կամ պրեմիերաների, իրոք դա երեխայի համար շատ հուզիչ է ու շատ պատասխանատու պահ է, որովհետև իրենց կարծիքը շատ կարևոր է ինձ համար, ամենակարևորը։ Իսկ երբ գիտակցում եմ, որ իրենք անցել են ու խաղացել են այս ներկայացման մեջ ու գիտեն ամեն ինչ հանգիր են փոքրիկ դետալներով, շատ ավելի պատասխանատու է։ Իսկ հավանել էր հայրիկը։ Հավանել էր, հա։ Հիմա անհամբեր սպասում եմ մայրիկը վերադառնա, որ ինքն էլ դիտի ու ասի իր կարծիքը։ Սովորաբար ծնողներդ ավելի շատ այսպես գովասանքի խոսքեր են ասում, թե նաև քննադատական ինչ-որ բաներ։ Գովասանքի խոսքերը ասում են, որ ինձ ոգևորեն ու նաև ասեն, թե ինչը պահեմ, ինչը փոխեմ, այսինքն դա մենք միշտ քննարկում ենք, շատ դետալներ են քննարկում, որը նույնիսկ կարող է հանդիսատեսը չնկատել, բայց ինձ անպայման ասում են դա։ Երկու հավասար ենք շատ բաշխում խոսքերը, այսինքն եւ գովում են եւ ասում են ինչ է պետք է փոխել, ինչն է սխալ, ինչը լավ չէ, ու ես իրականում շատ ավելի շատ եմ սիրում լսել խնդիրների մասին, որ ինչի վրա աշխատեմ։ Դու վերջին շրջանում բավական ակտիվ ես եւ ֆիլմերում ես նկարահանվում, սերիալում, նաեւ հաղորդում ես վարում, եթե չեմ սխալվում, առաջին մեծ նախագիծը Գիտունոիդներ հեռուստատեսային, որին հաջորդեց հետո արդեն Վերջին զանգը հեռուստասերիալը, հետաքրքիր է, երբ ինչ-որ նոր դերի առաջարկ ստանում ես սերիալներում, քննարկում ես հայրիկի, մայրիկի հետ, թե ինքդ ես որոշում նկարվեմ, թե ոչ։ Որոշում կայացնելը հենց վերջնական ինձ են թողել, բայց բնականաբար քննարկում եմ իրենց հետ, որովհետև դե իրենք շատ ավելի լավ են հասկանում ու հետո էլ ծնողներս են, միշտ քննարկում եմ, իրար հետ տեսնում ենք պլյուսները, մինուսները ու արդեն ըստ դրա որոշում եմ կայացնում եմ։ Դու ունեիր այլընտրանք չսիրելու թատրոնը, որովհետև ես քեզ միշտ հիշում եմ կամերային թատրոնում, անկախ նրանից ինչ ներկայացում, դու զբաղված ես, մայրիկը զբաղված չի, դու միշտ այնտեղ ես, կարծես քեզ համար երկրորդ տուն լինի։ Ինչ որ բողոք ունեցել ես փոքրուց, որ ես չեմ ուզում լինել դերասանի աղջիկ, այսինքն սա ինձ համար պարտադրված է ինչ որտեղ, թե հակառակը։ Դերասանուհի հենց իմ դառնալը դա հաստատ էր ու միշտ կար, այսինքն ես փոքր ժամանակ այն շատ չկողմնորոշված երեխաներին, որ մասնագիտությունը չգիտեի ինչ էի ուզում, բայց միշտ կար դերասանուհի ու բժշկուհի ու դիզայներ ու մոդել, ինչ որ այսպես լիքը ցուցակար, բայց առաջինը միշտ դերասանուհին ու դա անփոփոխ էր։
իսկ լինելու իրենց աղջիկ, այսինքն դերասանի աղջիկ լինելը, դա բնականաբար sense մեկ-մեկ կռիվներ ինքս իմ մեջ ունենում եմ, որ դե ես որ իրենցի աղջիկը չլինեի, կարող է sense ավելի քննադատողական աչքով չնային մարդիկ կամ ինչ որ sense սպասելիքներ չունենային, այսինքն շատ ավելի հեշտ լիներ, բայց հետո երբ անցնում են այդ էմոցիաները ու հասկանում եմ, որ իրոք ես շատ շնորհակալ եմ, որ իրենք կան, իրենք ինձ օգնում են ու ես ուրախ եմ, որ իրենք էլ են այս աշխարհից ու ինձ բերել են այս աշխարհ, նկատի ունեմ այս աշխարհն են բերել, բայց նկատի ունեմ այդ մասնագիտական ու իրենք շատ լավ հասկանում են ինձ, այսինքն ամեն ինչը կարող եմ իրենց հետ քննարկել։ Իսկ այդ պահը դե վստահ եմ լսել է շատ, որ ասում են դե Լուիզայի ու Հրանտի աղջիկն է, բնականաբար պիտի բեմ բարձրանար եւ այլն։ Սկզբում ինչ որ ցավեցնող պահեր եղել են, թե հակառակը ավելի հպարտացել ես, որ ես այս ճանապարհն եմ ընտրել, որովհետեւ այո, Լուիզայի եւ Հրանտի դուստրն եմ եւ դա ինձ համար միևնույն ժամանակ ապացուցել ես, որ դու արժանի ես այդտեղ լինելուն։ Այ ավելի շատ դժվար էր, թե հաճելի պահերն էր ավելի։ Դե շատ եմ լսել բնականաբար այդ նախադասությունը ու այդ տեսակի շատ բաներ, դա իհարկե sense ցավեցնում է, որովհետև ես ինքս, այսինքն ներսից տեսնում եմ, որ ես էլ եմ աշխատանքներ անում ու եթե ես իրոք չկա այդ դերը ինձ համար համապատասխան չլիներ, հաստատ դժվար ինձ բրդեին ասեն, չէ, դե գնա դու խաղա, շատ վատ է, բայց օքեյ է, դու խաղա։ Դրա համար ես շատ աշխատանքներ իրականում տանում եմ, բայց միևնույն ժամանակ շատ հպարտ եմ, որ իրենց աղջիկն են ու բնականաբար իրենք ինձ օգնել են, իրենք շատ խոսել են, ընկերներ ունեն շատ, որ զանգահարել են, ասել են, օրինակ մեր աղջիկը գա կաստինգի։ Բնականաբար ես միշտ կաստինգների մասնակցում եմ, ոչ թե ասես մի անգամից գնում եմ, սա իմ դերն է, ես եմ խաղում։ Գնում եմ կաստինգների եմ մասնակցում, եթե համապատասխանում խաղում եմ, եթե չէ։ Ու որ sense ակտիվ եմ իրականում, շատ կաստինգների եմ գնացել ու շատ անգամներ մերժել են ինձ, որոնք որ նկարվել են, դրանք ուղղակի մի քանիսն են, որոնք որ հաստատվել են։ Շատերի մոտ գուցե տպավորություն է, որ օրինակ է զանգահարել է գիտունոիդի համար Ռոբերտ Մարտիրոսյան եւ ասել է Լիլի ջան, դու հաստատված ես այս դերի համար։ Դա զանգել է կաստինգից հետո, ասել է դու հաստատվել ես։ Չգիտեմ, չեմ կոտրվում համենայն դեպս, փորձում եմ չկոտրվել, բնականաբար փոքր տարիքից ես էլ շատ ակտիվ եմ միշտ սոցիալական ցանցերում նույնիսկ ու շատ եմ ստանում հենց իմ անձնական մեկնաբանությունները, ոչ թե իրենց նկարների տակ իմ մասին գրելով ու բնականաբար կարդում էի միշտ, փոքր ժամանակ շատ ավելի դժվար էր չկոտրվելը կամ ուշադրություն չդարձնելը, բայց հիմա արդեն կարողացել եմ, կոփվել եմ ու փորձում եմ։ Հատկապես երբ արդեն գլխավոր դեր ես խաղում թատրոնում։ Ու կամերային թատրոնի հետ էլ հենց կապված շատ էին ասում, որ դե բնականաբար կամերային թատրոնում, բայց անկեղծ ես հենց կոնկրետ կառավարական համերգը միայն ասեմ, կառավարական համերգի համար 3 տարբեր սերունդների հետ ու տարբեր մարդկանց հետ ես գնացել եմ փորձերի 2 անգամ գնացել եմ, երգել եմ, մինչև վերջ գնացել եմ, վերջին պահին ասեն Լիլ ջան, դե դու փոքր ես, գնա, մենք խաղանք։ Ու ես այնց շատ տխուր նայել եմ, ոնց են իրենք մտնում բեմ։ Իսկ ճիշտ գիտեմ, որ մի անգամ երբ շատ փոքր դեր էիր խաղացել կամերային թատրոնում, եթե չեմ սխալվում, առաջին դերը դեր, ու ստիպել ես Արշային Հարությունյան, որ քո նկարը անունը գրի աֆիշում։ Փոքր դեր չեմ խաղացել, դեր չէր դա։ Ուրեմն ինչ տարբերություն ինչ տարբերություն թե ում հետ ներկայացումներ, այնտեղ կա կտոր, որ մաման գրկում է Արշային Հարությունյան ու ասում է ես հիշում եմ երբ դու փոքր էի ու ծովի ձայն է մտնում, որովհետև խոսում են լողալու մասին ու երեխայի գոռոցա, որը որ ես երբ փոքր էի ու այս ներկայացումը նոր չէին խաղում, բայց համենայն դեպս դեռ խաղում էին, որոշեցին երեխայի ձայնը ավելացնել ու ես էի մեր թատրոնի ակտիվ երեխան, ասեցին մի հատ արի ձայնագրվես ու ես որ ձայնագրվել էի, ինչ որ բան էի արել ներկայացման համար, ստիպել էի, որ ինձ համար տեսանյութ նկարեն, որ գովազդներով գնա, ստիպել էի աֆիշը սարքեն իմ նկարով, մի խոսքով Արշային Հարությունյան շատ եմ տանջել, կներեք։ Արշային երևի տանջել ես նաև Թանկարժեք տղաները ֆիլմի ժամանակ, որտեղ մայրիկի հետ ես խաղում, շատ զվարճալի ֆիլմ է, իրականում շատ եմ սիրել, բայց ինձ հետաքրքիր է կադրից դուրս մայրիկի հետ ոնց եք աշխատում, ավելի խիստ հայացքով անայում, պատասխանատվությունդ ավելի է մեծանում, թե ընդհակառակը հաճելի է ավելի շատ մայրիկի հետ աշխատելը։ Դե հաճելին շատ հաճելի է բնականաբար։ Թանկարժեք տղաներում ուղղակի ես ու մայրիկս չունեինք ընդհանրապես իրար հետ տեսարաններ։ Դե բայց վստահ եմ կադրից դուրս քեզ բայց բնականաբար, հա, ինքը այնտեղ էր։
Խիստ հայացքով չէ, բայց ուշադիր հայացքով ես կասեի, որ միշտ հենց ինչ որ բան է ստոպ էին ասում, միանգամից գալիս էի յամոտ, ասում էի մամ, մի հատ ասա ինչը ճիշտ անեմ, ինչը սենց անեմ, ինչը սենց, միանգամից սենց Արեգի հետ քննարկում էին, գնում էի հետ։ Բայց մայրիկին, քանի որ ռեժիսոր կա այդտեղ, ես հարգում եմ ռեժիսորին ու բոլոր դերասանները պետք է հարգեն ռեժիսորին ու լսեն ռեժիսորին։ Նկարահանման հրապարակում կապ չունի ծնողդ այնտեղ նստած, կապ չունի ով այնտեղ նստած, վերջնական խոսքը Արշալույս Հարությունյանինն էր, դրա համար ես ավելի շատ գնում էի իր մոտ, բայց մայրիկը բնականաբար քեզից ասում էր՝ «Լիլ, բայց մազը տուխի»։ Շատ կամաց։ Դու մայրիկդ ընկերուհիներ եք, դա տեսանելի է բոլոր պրեմիերաներին, քույրիկների նման գալիս եք ընկերուհիների նման, եւ իրար շատ նման արտակնապես, բայց գիտեմ, որ դեռահասության շրջանում ծնող եւ երեխա հարաբերությունները բավական բարդ է ճիշտ պահպանել, այ ավելի շատ ինչ կոնֆլիկտներ եք ունենում այդ ընթացքում։ Ինչի շուրջ էին կոնֆլիկտները ավելի շատ։ Տենց կոնկրետ թեմա չի եղել, որ ասեմ, այս թեմայով շատ էին կոնֆլիկտները։ Ես ուղղակի բնականաբար դեռահաս էի ու սենց այդ իմ էմոցիոնալ իմպուլսները դուրը շղկացնել, դուք ինձ չեք հասկանում, դուք ինձ երբեք էլ չեք սիրել, այս նախադասությունները բնականաբար կային, բայց ես շատ ուրախ եմ, որ իրենք ինձ այնպես են դաստիարակել, որ ես ինքս գիտակցում էի, թե ինչ է իմ հետ կատարվում, դուրը շղկացում էի, ասում էի, դուք ինձ չեք հասկանում։ Սենց մի րոպե նստում էի, հետո դուրը բացում եմ, ասում մամ կներես, էլի թինեյջեր եմ ես պիտի սենց բաներ անեմ, այս իմ ձևն է, էլի, հեսա կանցնի։ Ու տենց իրար հետ քննարկում ենք ու ծիծաղում ենք ու ամեն ինչը շատ հումորով է մեզ մոտ անցնում ու շատ թեթև, ու ես շատ ուրախ եմ, որ եւ մայրիկս եւ հայրիկս թեթև են ապրում ու ինձ էլ են սովորացել այդ թեթև լինել ավելի։ Իսկ երբ որ ինչ-որ խնդիր ա լինում, կասկած, վախ, առաջինը մայրիկին ես դիմում, թե հայրիկին։ Դե վերջերս որ արդեն մի քիչ մեծացել եմ մայրիկին, բայց փոքր ժամանակ շատ կապված էի պապայի հետ, իսկ մայրիկի հետ այդքան կապը չէի ստեղծում, չգիտեմ ինչի, պապայից է իրականում։ Ինքը մի անգամից սենց ինձ էլ եղբայրներիս էլ սենց պապայիս հետ շատ կապված ենք։ Հիմա բնականաբար նույնպես շատ կապված եմ, բայց դե արդեն որ մեծացել եմ աղջիկ եմ, մամայի հետ շատ ավելի շատ եմ խոսում։ Դու մեծացել ես շատ ազատ ընտանիքում, դու էլ նշեցիր, ստեղծագործ մթնոլորտում, քեզ միշտ այսպես հասուն մարդու նման են վարվել, ոչ թե երեխայի, բայց ինձ հետաքրքիր է եղել է ձեր ընտանիքում օրինակ մի բան, որ ասել են այսա չանես երբեք։ Ծնողներդ հիշում ես նման ինչ-որ բան։ Որ ուղղակի տենց օթից ասեն չէ մի արա հաստատ չի եղել կամ որ ասեն սա Ինչն էր արգելված քեզ օ փոքր տարիքից որ ասել են այսա չի կարելի Լիլիթ չանես երբեք նման բան։ Դե բնականաբար են վտանգավոր բաներ օրինակ մի գնա մատտնություն շտեպցելների մեջ կամ բան, բայց չէ ուրիշ տենց չեմ կարող կոնկրետ ինչ-որ բան ասել, որովհետև ամեն ինչը մենք միասին քննարկել ենք կամ ինչ-որ տեղ էի որ ուզում գնալ, գնում էինք միասին քննարկում ենք, ասում ենք ինչ-որ մեկի ծնունդն է, ես գնում եմ, հա, բայց մեր այդ կապի մեջ կլինես ուշ չգաս, սենց բաներ, բայց կոնկրետ տենց արգելքներ չունեի։ Դե Հայաստանում գիտես շատ թեմաներ տաբու են հայ ընտանիքներում, երբեմն չեն քննարկվում։ Ձեր ընտանիքում բոլոր հարցերը ազատ քննարկում եք, թե կան ինչ-որ թեմաներ, որ ամեն դեպքում ծնողների հետ չես քննարկի։ Դեռևս բոլոր հարցերը չեմ միասին քննարկում ենք, բնականաբար մի քանիսը քննարկում եմ երկուսի հետ, մի քանիսը միայն մայրիկի հետ, տատիկիս հետ եմ շատ խոսում, շատ կիսվում, շատ հարցեր գնում եմ տատիկիս հետ եմ մի հատ քննարկում, հետո նոր գնում եմ մամայի հետ եմ խոսում, ոչ թե որ խիստ է, այլ բացվում եմ երևի կամ մտածում եմ ինչ խոսեմ մայրիկի հետ, տատիկի հետ եմ փորձը անում, հետո գնում եմ մայրիկի մոտ։ Լիլ դու խոսեցիր, որ հայրիկի հետ կապը շատ ամուր է, ես կուզեմ նաև խոսենք այն ծանր շրջանի մասին, երբ հայրիկը պայքարում էր կյանքի համար, առողջական լուրջ խնդիր ուներ ու գիտեմ, որ այդ ընթացքում էլ դու հասուն մարդու նման իր կողքին էիր, ոչ թե երեխայի նման քեզ փորձում էի պաշտպանել այդ իրականությունից, այլ ճիշտ հակառակը դու էիր նրա կողքին եւ նրա հետ մեկնել ես բուժման Միացյալ Նահանգներ, կուզեմ պատմես այդ օրերից ինչ սովորեցիր, այդ դժվար փուլը ոնց հաղթահարեցիր։ Ինձ հեռու էին փորձում պահել, այսինքն եղբայրներս միանգամից հայրիկիս կողքին էին միշտ ու եղբայրներս բնականաբար ես փոքրն եմ ու նաև աղջիկն եմ, ինձ փորձում էին ավելի հետ պահել այդ ամենից, բայց ես պապայի կողքն եմ ու պապայի հետ շատ կապված եմ ու բնականաբար եւ հայրիկիս եւ եղբայրներիս կողքին եմ միշտ։ Միասին ուղղակի փորձում էինք պապային աջակցենք, պապայի կողքին լինենք, իսկ դա իրեն ամենաշատն էր պետք իր ասելով, ու ես շատ ուրախ եմ, որ ես եղբայրներս եւ մաման միշտ դրա կողքին էինք ու փորձում էինք
ավելի թեթև անցկացնել այդ շրջանը։ Բարդ էր, բայց այս շրջանում ես նախ սովորեցի ու ճանաչեցի իրականում իմ եղբայրներին շատ ու այդ մեր կապը սենց ամրացավ մի այլ տիպի, բնականաբար իրենց շատ սիրում էի, իրենց ես մտածում էի, որ մենք մոտ ենք, որ ճանաչվում, բայց իրականում այ հիմա ենք մենք շատ մոտ ու շատ կապված ու հիմա ավելի շատ ենք իրար զանգում, միշտ կապի մեջ ենք, դրա համար այս շրջանից դա է մնացել։ Իսկ լինում էր ինչ-որ հուսահատության պահեր, որ կարիք էիր ունենում առանձին ցույց չտալ հայրիկին, որ մի փոքր ընկճված ես եւ այլն, այդ պահերը ոնց էիր հաղթահարում։ Դե հա, հայրիկին փորձում էի ընդհանրապես ցույց չտալ այդ կողմը, ես ու մաման միշտ առանձնանում էինք այդ ժամանակ, իրար հետ էինք խոսում, բայց երբեք հուսահատություն կամ ինչ-որ sense կոտրվել չի եղել, որովհետև ես չէի կարող կոտրվել, քանի որ ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում, բայց ինքը ուներ ամենաշատ իրավունքը այդ կոտրվելու, բայց ինքը երբեք չէր կոտրվում, իսկ դա ինձ ուժ էր տալիս արդեն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ինքը արդեն բեմում է, էկրաններին է, դա հրաշալի է ուղղակի։ Իր ուժի շնորհիվ, իր այդ պոզիտիվ մտածելակերպի շնորհիվ ինքը շատ արագ անցավ այս ամեն ինչի միջով ու ինքը հիմա բեմում է, ավելի լավ է, շատ ավելի լավ է, փայլուն աչքերով միշտ գնում է աշխատանքի ու նաև հիմա նոր ներկայացման փորձերը ընթանում, որտեղ ես եմ զբաղված, հայրիկս, մայրիկս, չասեմ, մնացած փակագծեր մոտավոր երբ կլինի դա։ Շուտով։ Հա, կամերային թատրոնում։ Չէ։ Հա։ Լավ, դե մանրամասների մասին կպատմես ավելի։ Հետո ես կպատմեմ։ Լին, բայց կուզեմ ինչ որ խորհուրդ տաս բոլորեն մարդկանց, ովքեր այդ ճանապարհը անցնում են ու գուցե թվում է ինչ որ թե լույսը չի վառվելու եւ դու անցել ես այդ ճանապարհը հայրիկի հետ ու կուզեմ ինչ որ խորհուրդ կամ կոչ եթե ունես։ Երևի թե ամենամեծ խորհուրդը, որ ես ինքս սովորել եմ ու կուզենամ փոխանցել, բնականաբար իրավունք չունեմ շատ ինչ-որ տենց խորհուրդներ տալ, որովհետև ամեն մեկը անցնում է յուրովի այդ ճանապարհը ու շատ տարբեր են պատմությունները, բայց պոզիտիվ մտածելակերպը փրկում է ամեն ինչից ու միշտ դրականը մտածելը, միշտ դրականը տեսնելը, դա միշտ փրկում է յուրաքանչյուր իրավիճակում կյանքի, դա իմ ընտանիքում շատ է, ինչի համար ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ։ Հանրային աղջիկը եւ աղմուկը, կուզեմ խոսենք դրա մասին։ Դու մեծացել ես հանրության աչքի առաջ եւ շատերը դեռ քեզ հիշում են որպես այն փոքր Լիլիթ, ով մանկական հաղորդումներ էր վարում եւ երբեմն չեն պատկերացնում, որ դու արդեն մեծ աղջիկ ես։ Վերջերս ես տեսա մի քանի լուսանկար էիր Instagram-ում հրապարակել ու կարճ կիսաշրջազգեստով եւ այլն եւ մի քանի կայքեր Facebook-յան էջեր ավելի շատ գրել էին Լիլիթ Թոխատյան բաց հագուստով եւ այլն ինչով վերնագրեր էր շրջանառվում դու ոնց ես արձագանքում նման կոմենտներին, վերնագրերին, տեղի անտեղի Չեմ արձագանքում իրականում, բայց հիմա որ sense ուղիղ հարցնում եք ես տանից դուրս եմ գալիս միշտ ու անցնում եմ հայրիկիս կողքով, մայրիկիս կողքով, եթե եղբայրներս գալիս են մեր տուն իրենց մոտով ու եթե իրենք ինձ ոչինչ չեն ասում ու ես դուրս եմ գալիս տանից, ուրեմն ամեն ինչ շատ կարգին է ու ինձ համար նորմալ ու կոմֆորտ իրենց կարծիքը հաշվի եմ առնում։ Իսկ արտաքինի հետ կապված երբևէ ինչ-որ կոմպլեքսներ ունեցել ես, որովհետև այսօր Instagram-ը, այդ թրենդերը շատ ինչ-որ ճնշող երբեմն ստանդարտներ են պահանջում։ Դու ինչքանով ես հետևում դրանց։ Դե չհետևելը անհնարին է կարծում եմ, հատկապես իմ տարիքի աղջիկների համար, իսկ կոմպլեքսները բոլորը ունեն հաստատ, ես էլ բնականաբար ունեմ կոմպլեքսներ, ունեմ, ունենալու եմ, բայց հույս ունեմ գնալով իրենք կքչանան, հիմա արդեն ավելի քիչ են, քան օրինակ անցած տարի։ Ունեմ, բայց ինչ-որ տենց մեծ կոմպլեքս չունեմ, որը կուզենայի փոխել կամ ինչ-որ աշխատում եմ այն բաների վրա, ինչի վրա որ կարող եմ աշխատել, ինչի վրա որ չէ, փորձում եմ հարմարվել կամ ինչ-որ գտնել հետաքրքիր ձևեր։ Ինչ-որ միջամտությունների չես գնա։ Երբեք մի ասա երբեք, բնականաբար եթե ինչ-որ բան է ինձ իրոք զգամ, որ խանգարում է, ու յուրաքանչյուրին, եթե ինչ-որ բան է իրոք խանգարում է հենց իրենց, ոչ թե մնացած մարդկանց, այսինքն ես ինձ նեղում է դա, բնականաբար կշտկեմ։ Ավելի շատ որտեղ ես ժամանցդ անցկացնել, օրինակ թատրոնից եւ ֆիլմերից, եթե չունես նկարահանումներ։
Ինչով ես լիցքավորվում։ Չգիտեմ, շոփինգ, Շոփինգ իրականում շատ չեմ սիրում։ Շոփինգը ինձ համար ստրես է իրական, այդ որոշումներ կայացնելը, տեսնելը, ընտրելը։ Սիրում եմ ընկերներիս հետ երեկոներ անցկացնել, գնում եմ իրենց տուն, ինչ-որ խաղեր են խաղում, մայրիկի ընկերների հետ, իրենց հետ շատ հետաքրքիր է, մեր թատրոնի խաղընկերների հետ, հա, իրենց հետ շատ հետաքրքիր է, միշտ իրար հետ հավաքվում ենք, խաղեր են խաղում, ու մեր թատրոնը մի հատ հետաքրքիր էներգիա ունի ներսում։ Նույնիսկ ներկայացումից հետո, երբ շատ հոգնած ենք, գալիս ենք նստում ենք մեր այդ գրադարանում ու ոնց որ էներգիան հետ է գալիս ու քեզ սենց նստածնում է քո տեղում ու չես ուզում տուն գնաս։ Նստում ենք ժամերով ու բնական է որ ժամերով որ իրար դիմաց նստած ենք, խոսում ենք, քննարկում ենք, խաղեր ենք խաղում, լոտո ենք այս վերջերս խաղում շատ։ Ռաֆայել Երանեսյան, շնորհակալություն։ Մեր սպոնսորն է։ Դու բավական վաղ տարիքից ես աշխատել, սեփական գումար վաստակել, քեզ համար դա նորմալ է, օրինակ ծնողներից գումար ուզել, թե դու արդեն լիարժեք ինքնուրույն ես ու սովորես այդպես ապրել։ Նորմալ է, բայց ինձ համար, որ արդեն ես աշխատում եմ ու գիտակցում եմ, որ ես աշխատում եմ, ցանկալի չէ։ Այսինքն կոնկրետ ինչ-որ բաներ կան, որոնք իրենք են գնում, իրենք են ապահովում, բայց իմ անձնական ծախսերը, որ ես ունեմ, օրինակ շոփինգը կամ ընկերներիս հետ սրճարան գնալը, դա փորձում եմ ես ինքս։ Բնականաբար իրենք ինձ չեն ասել, որ դու գնա քո գումարը ծախսի, բայց ես եմ այդ որոշումը կայացրել ու այդ թեման չենք էլ քննարկել մենք միասին, տենց ես ոնց որոշել եմ, իրենք հարմարվել են։ Եթե հարաբերություններ ունենաս ինչ-որ մեկի հետ, գաղտնի կպահես, թե ցույց կտաս սոցցանցերում, առաջինում կպատմես դրա մասին։ Բնական է, որ առաջինը մայրիկին կպատմեմ։ Ես միշտ որ սիրահարվում էի դպրոցական տարիքում, մի անգամից գալիս էի մայրիկին պատմում էի դրա մասին, որովհետև իրան ասում էի՝ «Մամ, օրինակ ես ինչ հագնեմ կամ ոնց գնամ մոտենամ»։ Իրան ինքը մի անգամից ինձ օգնում էր։ Գաղտնի կպահեմ աշխարհից, բայց իմ ընտանիքում բնականաբար կիմանան դրա մասին։ Իսկ երբ կհանրայնացնես արդեն, օրինակ, չգիտեմ, Instagram-ում լուսանկարներ կհրապարակես եւ այլն, թե դու այն դերասանուհիների շարքին ես դասում, ովքեր օրինակ չեն սիրում անձնականից երբեք խոսել, ցույց տալ։ Ինչ ես կարծում։ Ես իրականում որ սենց խոսեի, ես չեմ սիրում, հա, անձնականի մասին խոսել կամ հանրայնացնել, բայց ես համել այնքան սենց բաց մարդ եմ, որ կարող եմ նկարեմ, որ post-եմ բան, մարդիկ հարցնեն, ասեմ, դե, ինչ-որ մարդ կա։ Բայց ուղղակի մարդիկ այնքան չար աչքով են միշտ նայում, սենց առաջին ռեակցիան մի անգամ միշտ չարությունն է, դրա համար այդ դա ես չեմ ընդունում, դրա համար հիմա սոցիալական ցանցերում իմ էջում այդքան էլ ակտիվ չեմ, առօրյայիվս շատ չեմ կիսվում, փորձում եմ մասնագիտական տենց սթորիներ անեմ, իհարկե փորձում եմ ակտիվ լինեմ, բայց որ հանկարծ տեսնում եմ այդ չարությունը, մի քիչ փորձում ինձ հեռու պահեմ։ Իմ էջում չեմ տեսնում, իմ էջում շատ բարի ու լավ մարդիկ կան ու հիմնականում փոքր տարիքի երեխաներ ու իրենց փայլուն աչքերով այդ լավ խոսքերը կարդում եմ, միանգամից ուրախանում եմ, բայց որ մտնում ես ուղղակի Instagram ու տեսնում ես, որ սենց ինչ-որ նեգատիվ է տիրում, էլ դու չես ուզում փորձես մտնես այդտեղ, որովհետև կարող է քո մոտ գա այդ նեգատիվը, իսկ ես նեգատիվը փորձում եմ միշտ հեռու պահեմ ինձնից, մաքրեմ իմ տարածքը։ Քանի որ մեր տարածքում ես առանց ֆիլտրերի, ի՞նչն ես դու կյանքում ֆիլտրում, հետաքրքիր է, կասես, ու կպատմես մի պատմություն, որը առաջին անգամ կհնչի մեր տաղավարից։ Պատրաստված չեմ։ Առաջին անգամ կհնչի մեր տաղավարից։ Առաջինը այդ մտածում, ինչն եմ ֆիլտրում, ամեն ինչը։ Ամեն ինչը ես ֆիլտրում եմ ու ես փորձում եմ այս կյանքում ամեն ինչի մեջ պահել բալանս։ Միշտ եւ լինի վերևը եւ լինի ներքևը։ Սիրում եմ այս մեջտեղում լինել։ Մամայի հետ նշեցինք, որ շատ անգամներ ենք մենք գնում ինչ-որ տենց հանրային վայրեր, պրեմիերաներ ու մենք երբ իրար հետ ենք լինում, սենց ուղղակի նստած ենք, բոլորը անցնում են ու մենք նենց դետալներ ենք նկատում ու ծիծաղում իրար հետ, կարանք ժամերով ծիծաղանք, դրա համար մամայի հետ յուրաքանչյուր այդ մեր տանից դուրս գալը արդեն շատ հետաքրքիր է ու ես փորձում եմ իմ սթորիներում կիսվել, օրինակ վերջերս գնացել էի արյուն հանձնելու, ուղղակի զուտ ստուգվելու համար Մամայի հետ էի գնացել, ասել էի մամ, խնդրում եմ կգաս, որ ինձ աջակցես, որովհետև ես ասեղներից անսահման վախենում եմ։ Մաման ասաց, հա, բնականաբար, առավոտ շուտ արթնացել է իմ համար։ Նստել ենք մեքենա, իրար հետ գնացել ենք հիվանդանոց, գրանցվեցի, այդ ամեն ինչ արեցի։ Գնում էի այդ սենյակ, մամային զանգ եկավ, ասաց՝ մի րոպե հեսա եկա, ասում եմ, հա, դե մինչև պատրաստ են, ես երակը սենց սեղմեմ, բա մի խոսքով։ Գնաց դուրս,
ու գնացել եմ սենց պատրաստել, հեսա դե մաման գալու է սկսենք, մեկ էլ այդ բուժքույրը եկավ ասեղով, ասում չէ, էլի մի վայրկյան մաման գալիս է, բան, ասեց ճիշտ ասած հերթա չենք գա սպասենք, ասում չէ, բայց ինքը դրա համար է արթնացել, էլի մի վայրկյան սպասենք, մի խոսքով չկարողացան սպասեն, արունս մտան այդ բանով ասեղով վերցրեցին, ես վախեցած սենց աթոռից եմ բռնում, նկարում եմ ինձ որ չվախենամ, ու արդեն արյունը վերցրել, այդ բամբակը պահել եմ, սենց նստած եմ, հեսա պիտի դուրս գամ, եկե մաման է մտնում, հն, վերջեք, սկսեք, ասում եմ, մամ, վերջ, արդեն վերջացել է, ու շատ իմ համար սենց տխուր էր այդ ամեն ինչը, որ ինքը առավոտը արթնացել է հատուկ դրամա եկել, ու հենց այդ պայն զանգ ա եկել, ինքը որոշ ժամերով քննարկի ինչ-որ բան, տենց մի խոսքով մաման, բայց ուշադիր է, ինձ շատ սիրում է մաման։ Շատ պատահական, մի հատ էլ առանց ֆիլտր պատմություն հիշեցի, շատ պատահական, բայց խնդրում եմ, ես ուզում եմ անկեղծ լինեմ, հենց նոր ստոպ էինք տվել, ես այս պատմությունը պատահական հիշեցի ու Անի հետ որոշեցինք, որ պատմեմ սրա մասին։ Տես ինչ բաց մի անգամ առանց ֆիլտրերի, ամեն ինչ առանց ֆիլտրերի։ Ուրեմն ես մեր թատրոնում սիրահարված էի մեր դերասաններից մեկին, մեր երիտասարդ դերասաններից մեկին, ում հետ ես հենց հիմա աշխատում եմ ու ներկայացման մեջ խաղում եմ։ Ու այս վերջերս արդեն դե հասկացել եմ, որ բոլորը գիտեին դրա մասին, բայց ես երբեք չէի բարձրաձայնել, ու իսկ չգիտեմ ինքը գիտի թե չէ, բայց այնքան ակնհայտ էր այդ ժամանակ, որովհետև իմ սթորիները, եթե այդ հատվածում նայեին, շրջանի նայեք, հա, միշտ ինքն էր իր նկարներ էին, որովհետև այդ ժամանակ ընթանում էին իրենց ներկայացման փորձերը, ու ես գնում էի այնտեղ ֆոտոներ անում, ու ամենաշատը իրան էի նկարում։ Անունը ասեմ։ Դե այդքան ասեցի, ամեն պիտի ասես։ Շուտով քո հյուրն է, չէ։ Ավետը։ Ավետը Զոհրաբյան, դու բացի։ Ավետին շատ եմ հիմա սիրում, ես ու Ավետը շատ մոտ ենք իրար հետ ու ինչ որ տենց հետաքրքիր ու շատ ծիծաղալու տեսանյութ էր որ տեսնում ենք, մենք միշտ իրար ենք ուղարկում։ Չգիտեմ Ավետը գիտի թե չէ, բայց ես անկեղծ երբ որ ինքը նոր էր եկել մեր թատրոն, Համլետ ներկայացման մեջ խաղալու, ես այն որ շատ է իրան հավանում, նոր ինքը դեմք էր ու շատ լավն էր։ Իրոք ինքը սենց մի անգամից մտնում է բոլորի սիրտը։ Հիմա մեր հանդիսատեսը իրան շատ է սիրում։ Գիտես, Ավետը չգիտեր նաև, որ ինձ հյուր ա լինելու այդ հատվածը կկտրենք, ուղարկենք իրան ու տենց ինքը կհասկանա, որ Ավետ արի դու այդ պատմել շրջան դու ինձ սիրում էի, թե ազդում էի քո ներվերին։ Բայց ես Ավետին շատ եմ սիրում, իսկ Ավետի մամայի գաթայի մասին խնդրում եմ առանձին հարց լինի, իրան հարցնես, որովհետև Ավետի մամայի գաթան աշխարհի ամենահամով գաթանա ու մի անգամ ինքը իմ համար հատուկ պատրաստել էր, Ավետը բերել էր թատրոն, մերսի շատ անուշտեցի։ Դե հուսամ նկարահանման օրն էլ Ավետը կգա գաթայով, ես կսպասեմ։ Չէ։ Գաթան հատուկ պատվերով է։ Կամերային թատրոն։ Ես կզանգեմ, լավ կասեմ, քեզ էլ կգա։ Չէ, Անուշին մերսին է շատ։ Չէ, չեմ ուզում ասում, որովհետև շատ երիտասարդ։ Շատ երիտասարդ ու ընտիր մամա է։ Թանկարժեք տղաները ֆիլմում իմ բոլոր խաղընկերները շատ աջակցող էին ու իրենք էլ ինձ միշտ օգնում էին։ Վաղուց չէի նկարահանվել հատկապես ֆիլմում գեղարվեստական, իմ համար շատ պատասխանատու էր այդ պահը, իսկ Արշալույս Հարությունյանի հետ աշխատելը դա էլ մի ուրիշ երազանք մանկության։ Օրինակ, դե ամենաշատը բնականաբար նկարվում էի Անահիտի հետ Ադամյան ու Ալիկի հետ Արզումանյան, իսկ իր հետ շատ ուրախ է անցնում, գիտնոիդում էլ էինք իր հետ նկարահանվում, ու որ արդեն ինչ-որ sense իրար հետևից նկարահանումներ էին ու միաժամանակ մի անգամ այդ պրոյեկտը վերջանում էր, մյուսը սկսվում էր ու մենք էլի իրար էինք հանդիպում նկարահանման հրապարակում։ Ես ու Ալիկը խորացել էինք, որ մենք արդեն այն հայտնի զույգերից ենք, Միրանն ու Արփինն, ինչ-որ բան, այդ զույգերից ենք, որ միշտ իրար հետ են նկարում ու իրար հետ կլիպներ էինք նկարում։ Միրանին ու Արփին շատ ենք սիրում, դրա համար իրենց երգն էինք ընտրել, որ մենք ինչ-որ հայտնի զույգ ենք ու իրենց էլ ենք պատմել մեր պրեմիերայի հենց օրը։ Ասացինք դե մենք այդ նույն երգը ձեր կարող ենք երգել ու հատուկ տեսահոլովակ նկարեցին գիտնոիդի բանում, ինչ էր տաղավարում գիտնոիդի, անհնար է քեզնից առավել, սենց ինչ դռներից դուրս են գալիս, մենք շատ ռոմանտիկ, դրա համար ես ու Ալիկը շատ լավ ու համերաշխ ենք իրար հետ աշխատում, եթե ուզում եք մեզ միասին նկարահանել, ընդունում ենք առաջարկներ։ Այնպես որ սիրելի ռեժիսորներ, սպասում ենք նոր նախագծին Ալիկի եւ Լիլիթի մասնակցությամբ։ Ալիկ, ինքը շատ է սիրում այս պատմությունը, հատուկ իր համար եմ պատմում։
դու գիտես, որ շատ հաճախ լրագրողներին հայտնի մարդկանց մասին անձնական հարցեր են տալիս, օրինակ ինձ անընդհատ մի շրջան հարցում էին, ճիշտ է, որ Հրանտն ու Լուիզան բաժանվել են։ Ես այդ հարցից արդեն չգիտեի ուր փախնել։ Հիմա կուզեմ, որ դու ասես այդ հարցը, երբ որ գալիս հասնում էր, քեզ ոնց է իր արձագանքում։ Մեր ծանոթները ու ընտանեկան մեր ընտանիքի ընկերները բոլորին երբ այդ հարցը ուղում են, ասում են, ճիշտ ասած, հենց նա եք իրանց տանից դուրս եկել։ Հրանտը նստած է, Լուիզան է սուրճ էր իր համար պատրաստում, ոնց որ թե չեն բաժանվել։ Իսկ ես իրենց հետ եմ ապրում ու այսօր որ դուրս եմ եկել, ուղղակի մաման Ամերիկայում է, դրա համար իրենց երկուսին չեմ ասել պակա, բայց հիմնականում երկուսին ասում եմ պակա դուրս եմ գալիս ու իրենք մենք բոլորս իրար շատ սիրում ենք ու իրենք չեն բաժանվել։ Այդ իմացեք հաստատ չեն բաժանվել։ Իսկ ինչի՞ց էր այդ շշուկները առաջացել, ինչ ես կարծում։ Այդ շշուկները միշտ բոլորի մասին ինչ որ sense պտտվում են քաղաքում։ Ամեն բոլորի մասին ես լսել եմ, հատկապես մենք շատ ունենք ծանոթներ, ովքեր հայտնի են ու հայտնի զույգեր, այսինքն որ երկուսն էլ հայտնի են։ Դրա համար շատ եմ լսում, կարծում եմ դա անխուսափելի է։ Հիմա նաև դու ես գերհագեցած գրաֆիկով աշխատում եւ բոլոր երեքդ շատ պահանջված արտիստներ եք ու ձեզ դժվար կլինի երեկոյան հավաքվել։ Հասցնում եք երեկոյան իրար տեսնել, ինչպես են անցնում ձեր տանը երեկոներ, ինչ որ բան անել, ընթրել, միասին զրուցել, քննարկել օրվա։ Կոնկրետ ժամ չունենք տենց նշանակված, որ այս ժամին բոլորս լինում ենք տանը, բայց ես ուրախ եմ, որ բոլորս շատ ուշ քնող ենք։ Դրա համար յուրաքանչյուր ժամի, որ գալիս ենք տուն, միանգամից հավաքվում ենք, բոլորս արթուն ենք, իրար հետ նստում ենք, քննարկում ենք, դա կարող է լինել գիշեր ժամը 1-ը, թեկուզ մենք պարտադիր նստում ենք, քննարկում ենք, ֆիլմ ենք դիտում, նոր գնում ենք արդեն քնելու, այդ իմ ամենասիրելի այդ ժամանակն է օրվա, որ ես անցկացնում եմ իրենց հետ։ Բայց այս վերջերս սկսել եմ հիմնականում օրս անցկացնեմ մամայի հետ, դրա համար իրեն շատ չեմ կարոտում, ավելի շատ կարոտած գայս եմ տուն պապային։ Եթե դեմ չես բլից խաղ խաղանք առանց ֆիլտրերի։ Պատասխանում ես արագ եւ առանց երկար մտածելու։ Ավելի խիստ հայրիկ թե մայրիկ։ Ոչ մեկ։ Էդ է պատասխանս ոչ մեկ։ Իսկ ավելի զգացմունքային։ Պապան։ Ավելի խանդոտ։ Ում։ Իրանք իրար։ Հա, կամ երեխաներին, չգիտեմ։ Իմ առումով, որ սենց այդ սերը երևի թե այն ժամանակ մաման, հիմա պապան։ Դերերով փոխվել է։ Ավելի պահանջկոտ։ Օ։ Մաման։ Իսկ ավելի լավ դերասան տանը։ Օ, ես։ Ես։ Հարցերդ լուծում ես դերասանական։ Ես հա, տենց շատ մանիպուլյատոր եմ ես։ Իսկ ով է ավելի համեղ պատրաստում։ Վայ, պապան կնեղվի, բայց մաման։ Պապան բայց ձվածեղի բոլոր տեսակները շատ լավ է պատրաստում, բայց մնացած բոլոր տեսները մաման։ Ով է առաջինը զանգում, երբ վատ ես քեզ զգում։ Ով է առաջինը զանգում, երկուսն էլ հավասար, միասին։ Մի ժամին։ Ումից ես ժառանգել քո համառությունը։ Չեմ ժառանգել, թարսի պես, բայց մամայից։ Իսկ հումորը։ Պապայից։ Եվ վերջում այս հարցազրույցը կարծում եմ կնայեն ծնողներդ, ինչ ես կարծում, ոնց կարծագանք են։ Նախ ողջույն։ Պաչիկներ։ Միշտ սենց է գնում, պատմեմ, թե ոնց է իրավիճակը ընթանում։ Ուրեմն դիտում ենք, վերջանում է, պապան է առաջինը պտտվում, ապրես Լիլ ջան, շատ լավ էր։ Ու ես սենց ուրախանում եմ, եկե մաման, հա, շատ լավ էր։ Լսի, բայց մեջքդ ուղիղ պահես, այդպես ինչ բան էր ասում, բնականաբար մի հատ պոզիտիվ ասում են, հետո օրինակ ասում են, բայց մազդ սենց արա, տես մազդ ասում են ուղի կամ խուճուճարական, այդ են քննարկում ես ու մաման։ Դե հուսանք ամեն ինչ կհավանեն։ Միշտ հավանում են, այս անգամ է բացառություն չի լինի։ Ես շատ շնորհակալ եմ, որ եկար, շատ պոզիտիվ զրույց ունեցանք եւ վերջում, եթե դեմ չես, մեկ անֆիլտր լուսանկար միասին։ Վաու, ես համաձայն եմ։ Անֆիլտր լուսանկարների հիմա ես կողմնակից եմ։ Առանց ֆիլտրերի այսօր զրուցում էինք դերասանուհի Լիլիթ Թոխատյանի հետ։ Շնորհակալություն Մովա ֆոտոստուդիային նկարահանումներն այստեղ իրականացնելու համար, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։